Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօրվա իմ տեսանյութը մի փոքր տարբերվում է մնացածից, քանի որ այսօր ստիպված եմ խոսել իմ մասին, չնայած չեմ սիրում իմ մասին խոսել, պատմել, չգիտեմ ինձ գովել, ուղղակի ստիպված, պատճառն այն է, որ անցած մի քանի տեսանյութում ես անդրադարձել էի մի քանի ադրբեջանամետ բլոգերների եւ հիմնականում շատ մարդիկ տարբեր էջերում նայել էին մի համարյա 500,000-ի մոտ մարդ, շատերը հասկացել էին նորմալ ամեն ինչը, բայց մի հատ ահագին մեծ մասսա կար, որ թարս էր հասկացել իմ ասածները, հիմա ստիպված եւ ինձ վարկաբեկել էին շատ մեծ քանակի, դրա համար հիմա ստիպված պետք է երկու բառով իմ մասին անդրադառնամ։ Ուրեմն նաև պետք է ասեմ, որ շատ այդ համարյա մի քանի 100 հոգի այդ ֆեյքերն են դրանք, այդ հայոյանքներ բաներ գրող շատ կային, ֆեյք, նաև կային մեր հայրենակիցներից շատերը, իհարկե ինտելեկտից թույլ, ընկնում են դրանց այդ ջրերը, բայց նաև մի բան ուրախացնում այն, որ քանի որ ստենում որ թշնամու կողմից այդ ֆեյք էջերը երբ որ հարձակվում են, նաև բողոքել էին իմեջի վրա, մեկի վրա, այտենց դա նշանակում է, որ թշնամուն վնասը պատճառել եմ, դա արդեն ուրախացնում է մի կողմից։ Հիմա իսկ վատն է, որ մեր հայրենակիցները շատերը մի քանակ կա, դա իհարկե մեծամասնություն չի, բայց թարս են հասկացել եւ նույնպես ինձ վարկաբեկել են։ Հիմա հիմնականը նրանց համար է, սա թշնամու համար չի, հիմնականը մեր հայրենակիցների համար է։ Նաև պետք է մի քանի բառով ասեմ, ինչ էին գրել ինձ, մի թեթև ասեմ, ամենաշատը գրել էին, որ ես շպիոն եմ, ինչ որ մի երկրի շպիոն եմ։ Հիմա տեսեք, գրել եմ, ստե քանի երկիրեր, այսինքն այսօր երկիրները ասել էին, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Անգլիայի, մի հոգի էլ Անգլիա էր գրել, Անգլիայի շպիոն, ախր Իսրայելը ուր, Անգլիան ուր, ես անգլերենս երկու բառ իրար հազիվ եմ կպցնում։ Ինչ հիմա վրա եք Անգլիա ասել, այդ մի հոգին, դա ոչինչ։ Հիմա տեսեք, նաև Քոչարյանի, Սարգսյանի շպիոն եւ դաշնակ։ Հիմա ասեմ այդ գրողներին, ժողովուրդ ջան, ես այդ պատկերն այքանի 5 երկիր է գրել, իմ նման շպիոն երևի աշխարհում չկա, այսքան ուժեղ որ մի անգամից 5 երկրի ծառայի։ Խելքին մոտ չի էլի այս ձեր ասածը։ Կամ մի քանի բանի քաղաքական գործիչի դաշնակցություն, ուրեմն նախորդ ասեմ, ոչ մեկի օգտին չեմ աշխատում, ոչ մի քաղաքական գործիչի կողմնակիցը չեմ, բարեկամը չեմ, կարամ իմ կարծիքը ունենամ ընդամենը, ոչ մի կուսակցության մեջ չեմ մտնում, այն անգամ էլ ասեցի, բայց իմ նման ասենց ուժեղ շպիոն, ես երևի ոչ մեկ լսած չի լինի աշխարհում, որ մի անգամից 5 երկիր։ Լավ, հիմա այս կողմ դրած այս շպիոնը։ Բացի այդ, նաև մի ահագին ինտելեկտից թույլ այ մարդիկ հայհոյել էին ու փախնում են։ Ես իմ հեռախոսը գրել էի, ասել էի չհայհոյեք այդ կոմենտներում, կզանգեք, կգամ կհայհոյեք, չեն զանգում, այս անգամ հեռախոսս նորմալ տեղ եմ գրելու, որ լավ տենակ։ Ուրեմն հայհոյողներին եւ այս մի քանի հոգի էլ սպառնացել էր ինձ, սպառնացել են կյանքի սպառնանքով եւ սպառնացել են, որ պետքա ազդեն Ադրբեջանին ինձ։ Վերջը։ Հիմա դրանց համար այս սպառնանքներ գրողների եւ հայհոյողների, եսի առանձին հեռախոսը գրած է, ինչպես միշտ զանգեք, գամ ձեր ասած տեղը, որտեղ կասեք, այնտեղ ինձ կարակ կծեծեք, կարակ կսպանեք, եթե կարակ կհայոյեք, տենամ կարում եք, թե չեք կարում, թե մենակ անկապ գրում եք։ Ավելավը մի գրեք, հիմարություններ մի արեք, բան ունեք ասելու, նորմալ ասեք կամ զանգեք խոսանք։ Հետո հիմա նաև պետք է անդրադառնամ մի քանի մարդիկ էլ, ովքեր հիմնականը համաձայն են եղել իմ հետ, բայց ովքեր իմ հետ համաձայն չէին, բայց adekvat մարդիկ են, խելքը գլխի մարդիկ են, օրինակ մարդը գրել է, որ եթե դու, որովհետև ես ասել էի, որ հիմիկվա կառավարության կողմնակիցը չեմ վստահում, դա իմ իրավունքն է, հիմա մեկը գրել է, որ եթե կառավարությանը եթե չես վստահում, ուրեմն Հայաստանի թշնամին ես, տեսեք ինչ ա գրել, հա, բայց գոնե լավա չի հայհոյում, նորմալ այս մարդը գրել, դրա ու մենակ ինքը չէ, շատերն էին այդպես գրել, հիմա ասեմ, ես որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական իրավունքը,
Ես կարամ վստահեմ մեր ղեկավարությանը, կարամ չվստահեմ, դա իմ անձնական իրավունքն է եւ ոչ դա չի նշանակում, որ ես ինչ որ մեկի թշնամին եմ, Հայաստանի թշնամին եմ կամ կառավարության ինչ որ անդամների թշնամին եմ։ Ուղղակի դա իմ անձնական կարծիքն է, ես իրավունք ունեմ այդ կարծիքը ունենալու։ Նաեւ պետք է դա սուբյեկտիվ չէ, իմն է մենակ եւ հայտնելու իմ կարծիքը նաեւ կարամ իրանց էլ ասեմ, որ չեմ վստահում, դրա մեջ ոչ մի բան չկա, դա նորմալ երևույթ է։ Նաև կարող եմ, եթե բերիկ հասցնիկ սրան, նաև ասեմ պատճառները քիչ եմ վստահում։ Դրանք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ են արդեն։ Ընդհանրապես մի կարևոր բան ասեմ, որի պատճառով մինչև այդ ես մինչև 20 թվականը ես նեյտրալ եմ վերաբերվել այս հեղափոխությանը նորմալ մի, չգիտեմ, ոնց որ ասած չէի պատկերացնում, որ այսքան վատ վիճակի կհասնենք, երևի ոչ մեկը չէի պատկերացնում, բայց 20 թվից հետո փոխվել է իմ կարծիքը։ 20 թվին մեր Հայաստանի ղեկավարությունը ինձ զինել է, ինչպես բազմաթիվ տասնյակ հազարավոր հայորդիների ուղարկել է Արցախը պաշտպանելու։ Մեր ղեկավարությունը, ճիշտ է, այո։ Մենք գնացել ենք, ես գնացել եմ Արցախը պաշտպանելու, կատարել եմ իմ վրա դրված բոլոր խնդիրները։ 44 օր տևել է պատերազմը, ես իմ մարտական խնդիրը կատարել եմ 55 օր, ինձ ուշ են ուղղալնատարել եւ կատարել եմ ամենավտանգավոր խնդիրներից մեկը, հիմա եթերով չեմ ասում, ամենավտանգավորներից մեկը, իմ առջև դրած ա եղել 100%-ով կատարել եմ, նաեւ շատերն են դա, ինչպես բոլորը կարելի ասել, ինչ որ մի փոքր մաս իր խնդիրը չի կատարել կամ վատ է կատարել, դրա պատճառով մենք հասել ենք այս անհաջողություններին մարտի դաշտում, բայց հիմնական մեր ասենք զորքը կատարել է իր խնդիրը մեծամասնությունը, բայց բարձր չէ մի հոգու պատճառով կարող է մեծ խնդիրներ լինի։ Այդ այդպես հիմա գնացել ենք խնդիրը կատարել է, մեկ էլ վերջում ասին, որ դու պարտվել ես, բայց ես իմ խնդիրը կատարել եմ, այդ ոնց պարտվա, ես իմ վրա ինչ առաջադրանք դրել են, ես կատարել եմ։ Իմ նման հազարավոր տղեկ կարան դա ասել, որ իրանք իրանց պոստը պահել են, լավ պահել են, մեկ էլ վերջում մեզ ասին, որ այս ձեր պահածները ստորագրել են, որ պետք է հանձնենք այսքան հսկայական տարածքները հենց այդ պատերազմի վերջում ու այդ տվից դուրս են գալի։ Դրա համար հիմա այդ բանը առաջացել է, չէ՞, այդ կարծիքը։ Եթե հազարավոր մարդիկ զոհվեցին, երեխեքը զոհվեցին, այդքան չարչանք, տանջանք, այդքան ծախսեր, եսի մինչեր պետության վրա, վերջում ասին հանձնում ենք, ստորագրում ենք։ Բացի դա, էդի լավ, հլը տեյկոմ դրած։ Հիմա էլ այս վերջի մի քանի տարում, 2 տարում, 3 տարում ինձ ասում են, մեզ ասում են, որ այդ իզուր եք գնացել պաշտպանել, իզուր եք գնացել զոհվել, սխալվել ենք, թե ինչ ենք արել չեմ հասկանում, դա մերը չէր, չպետք է անենք, բայց ինձ ուղարկել է մեր ղեկավարությունը, զենքը տվել է, ասել է գնա։ Դուք ուզում եք, որ հիմա ես վստահեմ այդ ղեկավարությանը։ Ես այո, դրա հենց մենակ այդ պատճառը, շատ պատճառներ կարամ ասեմ, բայց ես այդ պատճառը, որը որ լրիվ պարզ է, չէ՞ ինչի մասին է խոսքը, անձամբ իմ հետ է կապված մեկը։ Ոնց վստահեմ, հա, դուք դիվանում մարդ կա, դիվանում նստած 20 թվից էլ, ես իմ եփարեսը դիվանում նստած սիրում է հիմիկվա ղեկավարությանը, սիրի ինչ ասե, բայց ես չեմ կարա սիրեմ, չեմ կարա վստահեմ, որովհետև իմ հետ sense դեպք կա պատահել։ Բացի դա, դա այդ որը ղեկավարության հետ կապված, լավ, բայց ես ոչ մեկի համար չեմ աշխատում։ Նաև շատերը գրել էին, որ ես փող եմ վերցնում ինչ-որ մի տեղից, փողով եմ աշխատում։ Տենում եք, սա նաև ապացուցում է, որ ես ասում էի շատերին վարկաբեկում եք, այդ վարկաբեկողներին եմ ասում հիմա։ Տեսեք, սա ապացուցում է, որ դուք սխալվում եք։ Որ ասում եք, չէ, գեներալներ կան, որ իրոք լավ հայրենասեր գեներալներ են, բայց իրանց ասում են, որ թշնամի են, չգիտեմ ինչեր են արել, հանցագործություններ են արել։ Հիմա տեսեք, ես հո գիտեմ, որ ես անշահախնդիր ձևով ես ինչը անում եմ, հիմա նույնիսկ այս եթերում ես անշահախնդիր ձևով եմ անում, ինչը ընդամենը ուզում եմ ինչ որ մի ձևով իմ կարծացի չափով ուզում եմ պաշտպանեմ իմ հայրենիքը։ Բայց ինձ շատ հարյուրավոր մարդիկ վարկաբեկել էին, բայց ես հո ինձ գիտեմ, չէ, այսինքն ես մեկ անգամ եւս իմ համար ապացուցվում է, որ այդ վարկաբեկողները, որ այդ շատ լավ մարդկանց վարկաբեկում են, սխալվում են հաստատ արդեն, չէ, տեսա, դա արդեն ապացուցության այև ինքս իմ համար։
Հիմա ասեմ գումար ոչ մի տեղից չեմ ստանում, նույնիսկ ես YouTube-ներից որ կարելի էր գումար ստանալ, դրա ձևն է չգիտեմ, 100,000-ավոր մարդիկ նայում այս վիդեոները, բայց չեմ կարող ինչ-որ գումար դաժե տեղից ստանամ, քանի որ իմաստը իմ գումարը չի, իմ իմաստը նորմալ բան ինֆորմացիա հասցնելն է ինչ-որ մի ձևով այս ամեն ինչի մեջից դուրս գալն է։ Հիմա ես նաև մեկ անգամ եւս կոչ անեմ, երբ որ ինչ-որ մեկին վարկաբեկում եք, անպայման անձամբ ճշտեք ձեր ասածը։ Դուք ինչ-որ անձի նկատմամբ հանցագործություն եք կատարում, եթե սխալվում եք։ Չի կարելի մարդուն վարկաբեկել, եթե հաստատ չգիտեք, որ ինքը մեղավոր է։ Անձամբ ուրիշի ասելով, այս ինտերնետով, հեռուստացույցով նայելով չի կարելի մարդուն վատ բան ասել, այհոյել վարկաբեկել։ Այ երբ որ սուտ տեղը, սուտը տարածում եք, սխալ տեղը մարդկանց վարկաբեկում եք, թշնամու գործը ահագին առաջ եք գցում։ Ասեմ իմանաք, ովքեր չեն իմանում։ Չի կարելի։ Երևի այսքանը, ինչ ասեմ, կներեք Ավել Պակասի համար, շնորհակալություն։